ես արդեն տուն եմ հասել, ընթրիք եմ պատրաստում եմ պերեց, մեր լեզվով ասած, պերեց եմ պատրաստում, գազան առանցին տապակել եմ կարմիր եւ կանաչ պղպեղների, հիմա սոխն եմ տապակում, արդեն ավելացրել եմ լոլիկի մաճուկը եւ կարմիր պղպեղը, յոնգներս էլ արդեն տեսակ ինչպես էր եղել, նույն ձև էինք թողել ֆրենչ, բայց այս անգամ ծաղիկներ տերևներ ենք ավելացրել։ Հիմա կավելացնեմ գազարն ու պղպեղը, մի փոքր ջուր կավելացնեմ, դափնու տերև, սև պղպեղ, աղ եւ վերջում պետրուշկան պատրաստ եմ։ Սա էլ պերեցի վերջնական տեսքը։ Չգիտեմ դուք ոնց եք պատրաստում, բայց այնքան համեղ է լինում այսպես։ Մի քանի օրվա ուտելու համար է։ Դափնու տերևը պարտադիր է իհարկե։ Վերջ։ Շատ համեղ է ստացվել։ Փորձել եմ արդեն։ Մեզ մոտ առավոտ է, ես Լարայի համար նախաճաշ եմ պատրաստում, ինքը շատ է սիրում ձվածեղ։ Խել եմ խաշում, բայց այդքան հավեսով չի ուտում, ինչքան ձվածեղը։ Հիմա ցույց կտամ ինչպես եմ նախաճաշը պատրաստում։ Ավելի ճիշտ մատուցում։ Սա է Լարայի նախաճաշը վարունգ, մի փոքր կրեմ պանիր հացով եւ ձվածեղը։ Սա է Լարան, ես վարունգ եմ կտրատում, վարունգ եմ գցում դեմքիս, ինքն էլ ազում իր դեմքին գցեմ։ Հավեսա։ Ուրիշ վարունգ է, ես իմ դեմքին է չի։ Վերջ։ Դարան շատ պուպու, շատ։ Դեկեր։ Բարյախորսակ։ Դեկեր։ Սա իմ նախաճաշն է, մի փոքր կրեմ պանիր, վարունգ, մի փոքր հաց եւ 2 ձու։ Ես սիրում եմ, որ ձուն թույլ խաշած է լինում, այդպես շատ համեղ է։ Շատ ժամանակ կանաչի կամ կոտա եմ, այդպիսի բաներ եմ ավելացնում, բայց այսօր այս տեսք ունի։ Նախաճաշից հետո ինձ մոտ սուրճի ժամ է։ Մի քանի հատ ելակով եւ մի քանի բանի մասին եմ ուզում ձեզ հետ խոսել։ Նախորդ տեսանյութի մեկնաբանությունների բաժնում հարևանների ձայները կարող լսել այստեղ տեսանյութի մեկնաբանությունների բաժնում մի քանի մեկնաբանություններ հանդիպեցիք, ցանկանամ խոսել այդ մեկնաբանությունների մասին։ Բնավ չեմ ցանկանում ինչ-որ մեկին նեղացնել, ամեն մեկը իրավունք ունեք հայտնելու ձեր կարծիքը, ինչպես որ ես ունեմ իրավունք հայտնելու կարծիք։ Այս թեմայով խոսելն անգամ ամոթ է, հա, իմ կարծիքով չէ կարելի, եթե մայրիկ ենք, պետք է հասկանանք, որ ոչ մեկիս կարծիքը ու ոչ մեկիս ենթադրությունները կամ ոչ մեկիս մեղադրանքները ծնողներին պետք չեն։ Ցավոք սրտի մենք այնպիսի մի հասարակության մեջ ենք ապրում, որ շատ հեշտ է մեղադրել, շատ հեշտ ենք մեղադրում, շատ հեշտ ենք քննադատում, բայց եկեք մի փոքր մեծ պատկերացնենք այդ իրավիճակում։ Ինձ գրեք Ռուբինա ջան, դուք շատ ուշադիր մայրիկ եք եւ ես չեմ կարծում որ ուզի երեխային կթողնեք, հա, մենակ այդպես, դուք, հա, ես էլի ուշադիր մայրիկ եմ, բայց անգամ մեծ տարիքում, երբ որ գրեթե չափահաս է, հա, 16-17 տարեկանում, այլ դեպք եղավ, որ գետնն է ընկել այդ երեխան, այսինքն երբ որ այդ դժբախտություն ասվածը գալիս է, չգիտեմ ինչքան ճիշտ է այդ բառը օգտագործելը, չի հարցնում, քանի տարեկան ես կամ ծնողի ուշադրություն, անուշադրություն։ Հիմա միգուցե այդ ընտանիքի անդամներից կամ հեռու բարեկամներից մեկը ինձ դիտում է, օրինակ ինձ Instagram-ում մի աղջիկ գրեց, կարծեմ իրանց հեռու բարեկամ էր, որտեղ երեխայի նկարն է ես գցել, դրա համար ես կփորձեմ իմ խոսքերի մեջ մի փոքր ավելի զգուշ լինել, ես ոչ մեկ եմ, ես չգիտեմ, այդքան լավ ծնող չեմ, որ ուրիշ մի ծնողին քննադատեմ, հա, ես չգիտեմ, այնքան դժվար է այս թեմայի մասին խոսելը, ուղղակի ցանկացա ասել, որ պետք չէ մեղադրել, հա, ծնողին, դուք չգիտեք ձեզ հետ ինչ կկատարվի, 1 վայրկյան, րոպեներ, միգուցե գլուխդ շրջես այն կողմ եւ Աստված չանի, երեխան չլինի հետևում կանգնած, այստեղ ոչ թե պետք է ծնողին մեղադրել, այլ իրավիճակն է այդպես եղել, հիմա թե ինչ է եղել, ես էլ ինքս ունեմ վարկածներ, հա, ես չգիտեմ ինչի չեմ հավատում, որ երեխան
հեռավորությունը կարծեմ այդքան էլ մոտ չէր տանը, հա, որ իրենով գնա գետին հասնի, բայց գիտեք, հիմա այդ ամեն ինչի մասին դրել այսպես խոսել, ծնողներ այդքան ցավացնել, դուք ով եք, որ դուք մեղադրում եք ինչ-որ մեկին, կամ ես ով եմ, որ ես մեղադրում եմ ծնողին, ինչ է նշանակում անուշադրված ծնող, չի կարել այդպիսի բան ասել, որ մի ծնողը, որ մի նորմալ գիտակից ծնողը կցանկանա իր երեխային ինչ-որ բան պատահի, չի կարել այդպիսի բաներ ասել, ես ինքս ծնող եմ, ու ես երբեք իրավունք չեմ վերապահել, ինչ-որ մի ծնողի քննադատեմ, թեկուզ եթե անգամ տեսնեմ այդ ծնողի մեղավորությունը կա, մի քիչ պետք է ավելի խորը մտածել ու հասկանալ, որ պետք չի էլի այդպիսի բաներ գրել, ասել, խոսքը չի գնում հենց իմ աղջիկների մասին, ովքեր որ մեկնաբանություններ են գրել, ես հասկանում եմ, որ շատերը ցավից դրդված եք այդ ամեն ինչը գրել, շատերը ցավում եք, իմ լավ գիտակից հետևորդուներն են, բայց քանի որ ցանկանում եք իմ կարծիքը լսել, ես բնականաբար, ես ով եմ, որ ինչ-որ մեկին քննադատեմ, ես ինքս ինչ չեմ համարում կատարյալ ծնող, ես ինքս ունեմ շատ սխալներ և թող ոչ մեկը իրեն չհամարի կատարյալ ծնող, չեմ սիրում այն տեսակը մարդկանց, որ ասում են ես իմ երեխային սա եմ անում, ես իմ երեխային նա եմ անում, իմ երեխան ոչ իմանի պակաս չունի, իմ կարծիքով նյութականով չէ, որ պետք է երեխային ինչ-որ մի բան անել, այլ երեխային պետք է առաջինը տալ այդ հոգևոր սնունդը, որը շատ կարևոր է երեխայի հետագայի համար, ուտելով, հագցնելով, դեռ չի նշանակում, որ երեխայի համար ինչ-որ մի բան ես անում, օրինակ ես այդ հարցերով, եթե տեսնում եք, ալիքում, ալառային անում եմ այնքան, ինչքան որ պետք է, իհարկե գնում եմ խաղալիքներ, իհարկե սնունդը ապահովում եմ ամեն ինչով, բանջարեղեններ, մրգեր, բայց ես միշտ ալառային դել ես տարիքից սովորացնում եմ, որ կան բալիկներ, որ չունեն, չի նշանակում ես պետք է իմ երեխային զրկեմ, բայց երեխան պետք է բալանսավորված առաջ գնա, այսինքն ես եթե անգամ հնարավորություն ունենա իմ երեխայի վրա ծախսելու 1000-ից ավել դոլարներ, ես դա չէի անի, որովհետև այս կյանքը շատ ժամանակ մեզ սովորեցնում է տեղում նստել, ինչքան էլ դու փոքր ժամանակ երեխային կարող ես այդպես շռայլել, հա, չգիտեմ, ինչ-որ երեխային երես տալ կոպիտ ասած, իհարկե ես էլի եմ ասում, ես չեմ դատում ոչ մեկին, ամեն մեկը գիտի երեխային ինչպես պահել, բայց խոսքս գնում է իմ մասին, որ ես դա չեմ անի, որովհետև երբ որ շրջապատում նայում եմ, թե ինչքան երեխաներ չունեն, ես ուզում եմ իմ երեխան մեծանա բալանսի մեջ, այսինքն իմանա ինչ է չունենալը, իմանա ինչ է ունենալը, իմանա որ կան երեխաներ, որ սոված են, իմանա որ կա երեխա, որ չունի հեծանիվ, բայց ինքը ունի, ես այս տարիքում եմ, բայց ըլառան, եթե ինչ-որ բան չի ուտում մամանի մեջ, ասում ըլառա, կան բալիկներ, որ չունեն ուտելիք, ես դա միշտ ասում եմ, որովհետև ոչ մեկս այս կյանքում ապահովագրված չենք ու ոչ մեկս չենք խուսափելի այդ նյութական դժվարություններից, հա, որ միգուցե գա այնպեսի օր, Աստված չանի, բայց ես չունենամ 50 դրամ առնելու սովորական 50 դրամ էլ չանգամ 120 դրամ, 150 դրամ առնել սովորական հաց։ Եվ այդ ձևական, այդ ճոխությունները կամ այդ ձևական երեխային մի շրջապատի մեջ գցել, եթե պետք է երեխային ընդունել իր հագած կոշիկով եւ իր հագած բրենդային շորով, շատ ցավում եմ ես։ Կամ երեխային չէ, հենց ձեզ պետք է ընդունեն ձեր հագ ու կապով, ուրեմն դուք որպես մարդ ձեզանից ոչինչ չեք ներկայացնում։ Հիմա կասեք Ռուբինա ջան, բայց Հայաստանում կյանքը այլ է թելադրում, ես ինքս դրսում ապրած մարդ, այո, ես կարող եմ ասել, որ Հայաստանում կյանքը այլ է։ Բայց օրինակ տեսեք, ես ինքս 29 տարեկան պետք է դառնամ, կարծում եմ, որ դեռ չի տարել ինձ այդ կարծիքները, այդ չգիտեմ այդ բրենդային հագուստները, ես կամ ինչ կամ, դրա համար էլ ես իմ շրջապատում չունեմ գրեթե ոչ մեկի, ես իմ բան եմ հասկանում, որ հիմա մարդիկ իրար ընկալում են միայն գումարով, հագուստով, այսինքն մարդ տեսակը թե դու ինչ տիպի մարդ ես, կեղծավոր ես, սուտ խոսան ես, վատը կամենող ես, կարևոր չէ, կարևորը դու հագնում ես բրենդային եւ անգամ շատ ժամանակ կեղծ բրենդային հագուստ։ Ինչևից է, չքննադատենք, հա, ով ինչպես ուզում է թող ապրի, բայց խոսքս ինչում ներկայանում, որ այնքան հեշտ է քննադատել մարդկանց ապրելակերպը, մարդու 2 վայրկյան է, հա, մարդուն
ցեխը գցել եւ հանելը, բայց արդյոք երբ որ գիտակից մարդ ես, դու քեզ չես շատ ժամանակ դնում այդ մարդու տեղ ու ասում լավ, ես ինչ կանեի, հա, ոչ մեկս էլի եմ ասում, ապահովագրված չենք, թե փորձանքից, մենք չգիտենք, մենք դուրս գանք, ինչ է լինելու մեզ այդ փողոցում, դա համար պետք չէ մեղադրել, ես չեմ հասկանում, այդքան դժվար է հասկանալ, որ մարդիկ ծանր վիճակի մեջ են եւ ծնող են, հա, երեխան կորցրել, այդքան հեշտ է ուղղակի դնել սոռը այդ ծնողին քննադատել, պետք չի, դուք չգիտեք ձեզ հետ ինչ կլինի, կատու է, դուք չգիտեք ձեզ հետ ինչ կլինի, ես չեմ կամենում ոչ մեկին վատը, թող բոլորիս երեխաները առողջ լինեն, բայց այդ քննադատելուց վատ բան չկա, երբ որ դու քննադատում ես, կամ ասում ես երբեք, դա միշտ գալիս է քո առջև, որովհետև մեծ խոսալը շատ հեշտ է, իմ կարծիքը էլի եմ ասում, ես ցավում եմ, ես գիտեմ, որ ինձ դիտող հարազատներ կան այստեղ, նաև Instagram-ում էլ կան հետևող մարդիկ, հարևաններ, հեռու բարեկամներ, ես չեմ ուզում ոչինչ ասել, ես սովորական մարդ եմ, ինքս քննիչ չեմ, ոստիկան չեմ, բայց ունեմ ինքս իմ կարծիքը, որ ես էլ եմ կարծում, ինչ որ դուք կարծում եք, որտեղ մեկնաբանություններում գրել եք, ես էլ եմ հակված դրան, որովհետև, չգիտեմ, այդքան հեռավորություն, ինչևից է, էլի, կարծում եմ պետք չի քննարկել, որովհետև ծնողները արդեն իսկ ամբողջ կյանքի համար ունենալ են շատ մեծ ցավ, գիտեք ինչ կարելի է սատարել, հա, օրինակ այդքան որ դες քննադատում եք մեկնաբանությունների բաժնում, էլի եմ ասում խոսքը չի գնում իմ աղջիկների մասին, միգուցե հավաքվեք, իրար գլուխ, գնաք ծնողին այցելելու, կամ ինչի եք միշտ գցում մարդկանց, եթե արդեն իսկ մարդը ընկած է, դուր է գալիս ես մարդկանց տառապանքը, դուր է գալիս ես մարդկանց դժբախտությունը, ես սա չեմ հասկանում մեր մեջ, բայց որ ինչ-որ մի լավ բան է լինում, տեսնում եք ինչ-որ մեկը հաջողության է հասնում, արդեն սկսում եք տողատակեր, ոնց, ինչ, ումով, ինչով, չի կարելի, այս կյանքից ոչ մեկս ոչինչ դեռ չենք տանելու, դրա համար ով ինչով հասավ, ումով հասավ, թե չհասավ, դատարկությունը, դատարկ, ձեր կյանքից դուք ուղղակի խլում եք ձեր հանգիստը, երբ որ մարդը ինքն իր ներդաշնակ է լինում, իրեն էլ հետաքրքիր չէ դիմացինի կյանքը, օրինակ ին անկեղծ եմ ասում հետաքրքիր չէ ոչ մեկի կյանքը, ոչ մի բլոգեր, շատ ժամանակ ինձ այս տեղանում են մարդիկ, որովհետև ես շատ դիստանցիա եմ պահում եւ ես շատ մխրճված եմ կոպիտ ասած իմ առօրյա, իմ աշխատանքին, իմ երեխային ապահովելու որոշ, հա, չգիտեմ, սնունդը, հակուկապը, այսինքն այնքան պետք է պարապել չի կարելի ասել, թեր զարգացած լինել, հա, որ տենց դնել ամբողջ օրը ուրիշի կյանքը քննադատել։ Դե մարդիկ տարբեր են, բնավ չեն կարող փոխել։ Ես միշտ ասում եմ, որ մարդիկ գույներ են եւ ամեն մեկը ունի իր գույնը։ Եթե բոլորը մտածեն ինձ նման կամ հենց ձեզ նման, չէ լինի հետաքրքիր աշխարհը, բայց ինչ որ մեկ քննադատել այս իրավիճակը, բնականաբար ոչ։ Էլի գրել եք մեկնաբանություններ, որ այո, ոչ մեկս ապահովագրված չենք, մեկ վայրկյան է, հա, երեխաներն այնքան լարան, օրինակ լարավը, օրինակ բերեմ, ինքը այնքան ճորպիկ երեխա է, այնքան արագ է ամեն ինչ անում, ես չգիտեմ, եթե իմ այդ աչքս թարթեմ, չգիտեմ, շատ էսպես ակտիվ երեխա է ինքը։ Հիմա իմ ուշադրություն դարձնել, չդարձնելը, ես էլի շատ ուշադիր եմ իր հանդեպ, հա, ես կարծում եմ որպես ծնող ուշադիր եմ, չգիտեմ, միգուցե ինչ-որ մեկի աչքին ուշադիր եմ, ինչ-որ մեկի աչքին չէ, բայց չգիտես ինչ կլինի քեզ հետ, դրա համար այդքան հեշտ մեկնաբանություն գրողներին հետ, այնքան հեշտ այդ կոճակները սեղմելը կամ հեռախոսի վրա գրելը, դա ամենահեշտ բանն է, բայց խնդրում եմ էլի, մի փոքր հարգեք մարդկանց վիշտը և հասկացեք, որ ոչ մեկը անխուսափելի չեք։ Այդ կարծեմ էլի մի քանի հարցեր կար, միասուրճ ես խմեմ ու ասեմ։ Ինչը վերաբերում է իմ ֆինանսական հասցնելուն կամ չհասցնելուն, գիտեք, որ ես շատ չեմ սիրում բացել իմ կյանքը, այսպես փակագծեր ավելի ճիշտ են, շատ խորը, ինչ կա տեսնում եք, բայց դա բաներ կա, պետք է նաև ինձ մնա։ Երեխեք, ես առաջ շաբաթանցնելու առավոտը ժամը 6-ից մինչև գիշերը ժամը 11-12-ը, իհարկե 1-1 ժամ ընդհատումներով աշխատում եմ, բողոքում եմ բնականաբար ոչ,
Շնորհակալ եմ, բնականաբար այո, որովհետև ես ունեմ աշխատանք, ես քիչ թե շատ Հայաստանի պայմաններով դեռ արդեն մի տարից ավել է, ես նոր եմ Հայաստան տեղափոխվել, անում եմ, հա, ինձ ինչ հասնում եմ։ Չեմ սիրում գլուխ կովալ, չեմ սիրում մեծամտանալ, ասել ես սա եմ, ես նա եմ, բա ինչ պետք է անեմ, եթե Աստված ինձ տվել է ունակություն աշխատելու համար, ստեղծելու համար, տվել է ինձ երեխա պահելու, դասերակելու համար, ես պետք է անեմ։ Ինչպես բոլոր ծնողները, հա։ Այնտեղ մի քանի հարցեր կար, անկեղծ ասած չեմ ուզում անդրադառնալ, որովհետև եթե անդրադառնամ շատ կոպիտ կպատասխանեմ, եկեք չանդրադառնամ, որովհետև անիմաստ է արդեն ու գիտեմ, որ խելքը գլխին մարդը այդպիսի մեկնաբանություն չի գրի, դրա համար էլ չեմ ուզում ոչ մեկին նեղացնեմ, ոչ տեսանյութը դարձնեմ շատ բացասական, առանց այդ էլ իսկ բացասական է ամեն բան։ Դրա համար եկեք թողնենք այդպես, ես գիտեմ կյանք ինչպես եմ ապրում, ես գիտեմ երեխա ինչպես եմ դաստիարակում, ես գիտեմ երեխան ինչ է պետք, որտեղ է պետք ապրել, ում հետ է պետք ապրել ճիշտ, փառք Աստծո, ունեմ այդ գիտակցությունը։ Իմ երեխան Հայաստանում ունենում է շատ լավ մանկություն, ես միշտ ուզում էի, հա, որ ես ունենամ երեխա, բայց իմ երեխան մեծանա Հայաստանում, այդպես էլ եղավ, փաստորեն, ասում եմ խոսքը ուժ ունի, ես Լարային այստեղ շատ ուրախ եմ տեսնում, այդ անգամ այդ սովորական գնալ այդ այգին ման գալ, փոքրիկ այդ կարուսելներ նստել, երեխաների հետ խաղալ, հայ երեխաների հետ շփվել, ինձ համար դա ամեն ինչ է։ Դե հիմա գիտեք ինչ կա, այսպես որ մեծ մեկնաբանություններ եք գրում, ձեր կյանքում ամեն բան կատարյալ է, կարծում եմ, որ ոչ։ Այսինքն երկու երնեք երբեք միտեղ չի լինում, այդպիսի մեծերից ասված խոսք է, չէ։ Դրա համար որ տենց ուզում եք անբան կատարյալ տեսնեք, չկա այդպիսի բան։ Այսինքն դուք ուզում եք տեսնել ուղղակի հնդկական ֆիլմեր, ինչ-որ վլոգերի կեղծ կյանք, կամ դուք տեսնեք ինչ-որ մեկին դժբախտ, որ դուք ցանկանաք այդ մարդուն մխիթարել։ Դա հոգեբանություն է, դա շատ լավ հասկանում եմ։ Բայց ունենալ ամուսին չի նշանակում դուք կատարյալ եք, որովհետև իհարկե կան ընտանիքներ, սիրով ընտանիքներ, բայց շատ ամուսիններ էլ ձևական ամուսիններ են, շատ հայրեր էլ անգամ հայր չեն։ Այսինքն մի ինձ տիպեք, ես խոսեմ շատ բաներ ասեմ, ես ինքս ապրում եմ այս հայկական իրականության մեջ եւ ես այնպիսի բաներ եմ տեսնում, որ ապշելու է, ես իհարկե չեմ կա շատ լավը, բայց ոչ մեկի կյանքը կատարյալ չէ։ Այնպես որ ինչ-որ մեկին այդպես քննադատել կամ խորհուրդներ տալ, դուք ինքներդ ես մի հատ տեսեք հալի մեջ, արդյոք դուք այդքան կատարյալ եք կամ արդյոք ձեր ընտանիքը այդքան կատարյալ է, որ դուք դիմացին ասեք, թե ինչպես ապրի։ Ինձ համար իմ երեխայի երջանկություն, ինձ համար դա արդեն կատարելություն է, որ իմ երեխան երջանիկ է, ես ինձ համարում եմ կատարյալ մարդ։ Այդպես, հիմա ապագան ինչ կլինի, ես այնպես, ինձանից ինչ հասնում է որպես ծնող, որպես մայր, ես կանեմ երեխայի համար և արդեն ապագան ցույց կտա, ոչ մեկս այս կյանքում ապահովագրված չենք։ Սա էլ իմ զրույցը ձեզ հետ այսօրվա, հույսով եմ, որ ինչ-որ մի բան, ինչ-որ միտեղ հասավ, այնքան բաներ ես լսում տեսնում, շատ ժամանակ ես այս ինտերնետ չեմ ուզում, այս էջեր, կայքեր մտնել, որովհետև այնքան վատ դեպքեր ա լինում, այնքան ու հասկանում ես, էլի որ իրոք, այս խոսքը շատ ճիշտ է, բոլորս հյուր ենք, այսինքն այն վայրերը, որտեղ որ մենք քայլում ենք, մի օր կգա, որ էլ չենք քայլի։ Արժե արդյոք կյանքը այդքան արժե զրկել։ Ամեն մի րոպեն կարծում եմ պետք է վայելել, որովհետև չգիտենք մեզ ինչքան ժամանակ է տրված։ Մի հատ էլ քննադատել ինչ-որ մեկի կատարյալ կամ ոչ կատարյալ լինելը։ Իմ համար այդ այնքան անիմաստ է, չգիտեմ, վայելեք ձեր կյանքը, ձեր երեխաներին, ձեր ընտանիքը, սիրեք հնարավոր է, եթե սիրեք դիմացինին, կարեկցեք, բայց մի վատը ասեք, չի կարելի այդքան չխորանալ։ Գիտեք, իմ կյանքում այնքան դժվարություններ ա եղել, դուք տեսել եք ընդամենը 1%-ը։ Եթե չարանալու տեղ լիներ, ես հիմա պետքա բոլորիդ հանդեպ չարացած լինեի, մեղադրեից ես, իմ չեմ կարող ասել չստացված, ես ինձ համարում եմ ստացված մարդ, իմ կյանքն էլ, բայց չստացած որոշումների մեջ, հա, դժվարությունների մեջ, բայց ես հասկանում եմ, որ
Ես Մսիջոհայունից մարդ եմ եւ եթե Պողոսի հետ կարող է դա լինել, իմ հետ էլ կարող է լինել։ Ես չեմ համարում դժբախտ մարդ։ Ես ինձ համարում եմ շատ երջանիկ, շատ ուրախ մարդ, որովհետեւ ես կյանքից տրված է արդեն իսկ ապրելու համար։ Վայելելու, հա, թեկուզ այս մի սուրճը որ խմում ես կամ միրգը որ ուտում ես, կարծեմ պետք է որ շնորհակալ լինել ամեն ինչի համար։ Այսքանը, լավ մնացեք, բոլորիդ շատ սիրում եմ իմ աղջիկներին, ովքեր այդքան ակտիվ գրում են ամեն օր, տատիկներին, այնքան տատիկներ ինձ հետևում շատ ուրախ եմ, մորաքույրներին, քույրիկներին, բոլորին շատ շնորհակալ եմ, որ այսքան տարիներ ինձ հետ գալիս եք։ Տեսնենք մինչև ուր կհասնենք, ինչքան ժամանակ որ YouTube-ը գործի, այդքան ժամանակ կարծում եմ ես կլինեմ ձեր առջև էկրաններից այն կողմ, ինձ կդիտեք, հա, այդպես, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։